Պարոն Սարգսյան, ցմահ ազատագրվածների թիվը այժմ Հայաստանում 82-ն է, որոնք այո մեծամասամբ ծանրացնող հանգամանքով սպանություններ են, որոնք կարող են լինել խմբակային կամ կրկնահանցագործությունները, որոնք բավականին մեծ ծավալի են, բայց 82 հոգի են պետության հոգացության ներքո, այսպես ասած, քերակատարողական հիմնարկներում։ Հիմա ձեր բերած թվային պատկերով եթե նայենք, այս 2023 թվականին միայն 1011 հոգի ավելանալու էր ու ամեն տարի այդքան մարդ կարա ցմահ ազատազրկվի ըստ ձեր նախագծի։ Ես կարծում եմ, որ նաև պատժամիջոցի արդյունավետությունը եւ շատ կոպիտ ասեմ, մի քիչ հանցանքի հետ դա այդքան էլ ճիշտ չի օգտագործել այդ բառը, բայց ծախս արդյունավետությունը այդքան էլ չի, որովհետեւ թե ինչքան է կանխարգելելու հանցանքների տարածվածությունը 1011 հոգուն ցմահ ազատազրկումը եւ ինչ ծախս է նստելու դա պետության վրա, իրար հետ այդքան էլ համադրելի չեն։